Բարեկամներ, երկարատև ընդմիջումից հետո նախկինում դատական ալիք կոչվող ծրագիրը կրկին եթերում է, ի շնորհիվ Եվրոպական հանձնաժողովի ու նաև հայկական երկրորդ հեռուստաալիքի աջակցությանը։ Շատերը գիտեն, թե որ իշխանությունն է կոչվում առաջին, որը երկրորդ, որը չորրորդ։ Օրենսդիրը առաջինն է, գործադիրը երկրորդը, մամուլը չորրորդը, իսկ որն է երրորդ իշխանությունը։ Չորրորդը գիտեմ, երրորդը չգիտեմ։ Չեմ կարող պատասխանել։ Ճիշտն ասեմ, որ տեղյակ չեմ։ Չէ, ճիշտն ասած չէ, դες բաներից տեղյակ չեմ։ Այ կոսմոնավտի կլիներ, մեծ հաճույքով կպատասխանեի ձեր հարցին։ Չեմ կարող։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ ոչի բանից։ Ես էլ չէ, Քաղաքականություն տեղյակ չեմ։ Ոչ, տեղյակ չեմ։ Մասուն չեմ էլ լսել։ Քանի որ նայել եմ ձեր հաղորդաշարը, եթե չեմ սխալվում, դատական ալիք, հա? Երևի կարծում եմ դատական։ Եվ այսպես, երրորդ իշխանության ճանաչման հետ մեր քաղաքացիները ունեն խնդիրներ։ Դատարանների գոյության մասին, այո, իհարկե, բոլորը տեղյակ են։ Բայց ինչպես ասում են, ժողովուրդը չի սխալվում։ Նրան հետաքրքիր չէ պետական իշխանության ճյուղերի անվանումը։ Մարդիկ պետք է տեսնեն այդ իշխանությունները իրականում։ Համակարգը դեռևս իշխանություն չէ։ Իշխանություն դառնալու համար անհրաժեշտ են շատ նախադրյալներ՝ քաղաքական կամք, զարգացած տնտեսություն ու քաղաքացիական հասարակություն, որը գիտակցում է երրորդ իշխանություն կոչվողի առաջնահերթ դերը երկրի զարգացման համար, հասարակական երջանկության գործակցի բարձրացման համար, ու ոչ միայն գիտակցում է, այլ պահանջում է այդպիսի արդարադատություն։ Սակայն մենք սովորաբար հիշում ենք դատարանը միայն ծայրահեղ անհրաժեշտության իրավիճակներում, ասենք երբ մեր կամ մեր հարազատների այս կամ այն խախտված իրավունքները ոչ մի կերպ չենք կարողանում վերականգնել։ Դատարանը նույնպես հիշում է մեզ եւ պատկերավոր ասած բերման ենթարկում, եթե մենք ենք խախտել ուրիշի իրավունքները կամ կատարել հանցագործություն, կամ եղել դրա ականատեսը։ Դատարանի միակ տերն ու վերադասը օրենքն է։ Դատարանը պարտավոր է ենթարկվել օրենքին եւ ցանկացած վեճ լուծել օրենքով սահմանված կարգով։ Հետևաբար, բացի դատական իշխանության կայացման համար քիչ առաջ նշված պայմաններից, կարևոր է նաեւ թե ինչպիսին են օրենքները։ Եթե օրենքը անտեսում է մարդու հիմնարար իրավունքները, այսինքն, եթե մեր իրավունքները խախտվում են օրենքով սահմանված կարգով, ուրեմն օրենսդիրը պետք է վերանայի, փոխի կամ ընդհանրապես վերացնի այդ օրենքը։ Սկսենք օրենքով սահմանված անձի խոզարկությունից։ Որ դեպքերում է օրենքը թույլ տալիս ոստիկանին կատարել անձնական խոզարկություն։ Յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրում է, թե իր նկատմամբ կատարված գործողությունները, անձնական խոզարկությունը ինչքանով է օրինական, ինչքանով է իրավաչափ։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ վերջին հաշվով ոստիկանության կողմից անձնական խոզարկության ենթարկվելով սահմանափակվում է նրա սահմանադրական իրավունքները։ Իսկ մեր սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու յուրաքանչյուր սահմանադրական իրավունքի սահմանափակում պետք է հետապնդի որոշակի իրավաչափ նպատակ։ Այսպես, սահմանությամբ նախատեսված է, որ մարդու իրավունքները, այդ թվում նաև խոզարկության եղանակով կարելի է սահմանափակել այլ անձանց իրավունքները պաշտպանելու, օրինականություն, իրավակարգ ապահովելու նպատակով։ Եվ այս տեսանկյունից յուրաքանչյուր քաղաքացի, որի նկատմամբ կիրառվում են նման քննչական կամ վարչական գործողություններ, պետք է ի նկատի հետևյալ երաշխիքների առկայությունը։ Նախ, օրենսդրությունը նախատեսում է, որ անձի նկատմամբ նման միջոցառումների կիրառումը պետք է իրականացվի որոշակի հիմքերի առկայության դեպքում, ողջամիտ կասկածի առկայության դեպքում։ Խոզարկությունը կարող է առանց որոշման իրականացվել այն դեպքում, երբ հանցագործության մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվում ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմին։ Կասկածյալը ձերբակալվում է կամ նրա նկատմամբ որպես խափանամիջոց կիրառվում է կալանք։ Ինչպես նաև խոզարկությունը կարող է, անձնական խոզարկությունը կարող է կատարվել այն դեպքում, երբ կատարվում է խոզարկություն շինությունում, որտեղ առկա է նաև անձ, գտնվում է անձը եւ նրա մոտ կարող են գտնվել հանցագործության հետքեր եւ առանձին տեղեկություններ պարունակող որոշակի փաստաթղթեր։
Բոլոր դեպքերում իրավական դաշտը հստակ չի կարգավորում այսօրվա վիճակով բերման ենթարկելու ընթացակարգը, ինչ եմ կարևորում բերման ենթարկելը խուզարկության հետ, այն տեսանկյունով, որ անձին բերման ենթարկելը որպես կանոն զուգորդվում է խուզարկությամբ։ Չէ՞ որ հանցագործության մեջ կասկածվող անձին եթե բերման ենք ենթարկում, ապա նա պետք է խուզարկվի, որպեսզի նրա մոտ հանցավոր առարկաներ չգտնվեն։ Մարդը անմիջապես ձերբակալվել է հանցագործության կատարման համար, նրա վնասազերծման նպատակով եւ ապացույցների առգրավման ձեռքբերման նպատակով արդեն արկա է լինում ըստ էության հիմնավոր կասկածը։ Մի ուրիշ իրավիճակ է, երբ անձնական խուզարկությունը կատարվում է ոչ այդ իրավիճակում, օրինակ շինությունում խուզարկություն կատարելիս, շենքում, տեղանքում, շինություններում բավարար հիմքեր ունենալով, որ անձի մոտ կարող են գտնվել քրեական գործով նշանակություն ունեցող առարկաներ, կատարվում է անձնական խուզարկություն։ Այս դեպքում օրենքի իմաստով կամայականությունները շատ ավելի հավանական են, քանի որ անձի տեղանքում գտնվելը հիմնավոր կասկած առաջացնել, որ նրա մոտ կարող են գտնվել որոշակի առարկաներ քրեական գործով նշանակություն ունեցող, ըստ ինձ թերի է։ Քաղաքացուն դժվար է հասկանալ ինչ բան է ողջամիտ կասկած, քանի որ դա գնահատողական հասկացություն է։ Եվ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատել, թե ինչքան է առկա եղել ողջամիտ կասկածի հատկանիշներ պարունակող հանգամանքներ։ Դա ոչ թե պետք է ընդհանուր դեղատոմս տարամադրել, թե ինչ բան է ողջամիտ կասկած, այլ յուրաքանչյուր կոնկրետ գործով է հիմնավորվում այդ քաղաքացու նկատմամբ կիրառվող անձնական խուզարկության պարագայում, ինչքանով է կասկածելի եղել նրա առնչությունը հանցագործությանը կամ նրա առնչությունը վարչական իրավախախտմանը։ Ըստ ինձ հիմնավոր կասկածը պետք է լինի նախնական լսումները ոչ միայն խուզարկությանը վերաբերվող, այլ ցանկացած դատավարական քննչական գործողություններին վերաբերվող նախնական լսումները պետք է լինեն, պետք է հետապնդում իրականացնող մարմնի կողմից ըստ էության հաստատվի հիմնավոր կասկածի առկայությունը, որից հետո միայն անձի իրավունքների այս կամ այն տեսակի սահմանափակում իրականացվի։ Իրավիճակ ոստիկանը մոտենում է քաղաքացուն եւ իր ինտուիցիայով փորձում է նրան անձնական խուզարկության ենթարկել։ Իրավունք ունի թե ոչ։ Նշեմ, որ ինքնին այստեղ հարցադրումը կամ նկարագրված իրավիճակը այդքան էլ չի համապատասխանում առկա իրականությանը, որովհետև ոստիկանը քաղաքացուն փողոցում ինտուիցիայով մոտենալով եւ խուզարկելու իրավունք չունի։ Այստեղ ոստիկանը կարող է առնվազն, եթե ինչ-որ մի բան անել, դա զննելն է։ Իսկ զննել եւ խուզարկություն հասկացությունները դրանք էականորեն տարբերվում են։ Բերման ենթարկելու ինստիտուտները ինքը հստակ կարգավորված չէ քրեական դատավարության օրենսգրքով 153 հոդվածով, որը տրված է բերման ենթարկելու հասկացությունը, լրիվ ուրիշ բան է նախատեսում, թե անձը, որ կանչվում է հետաքննության մամլի կամ նախաքննության կամ դատարանի կողմից, առանց հարգելի պատճառների չի ներկայանում եւ նրան բերման են ենթարկում։ Այսինքն հանցանք կատարելու մեջ կասկածելուց բերման ենթարկելու ինստիտուտ քրեական դատավարության օրենսգրքով չկա։ Եվ իմ կարծիքով հենց տեղից էլ գալիս է այդ խախտումների շարանը։ Այս խնդիրը, քանի որ դատավարության օրենսդրությամբ դեռևս լիարժեք կարգավորված չէ, ոստիկանության պետի հանձնարարությամբ եւ ոստիկանության առանձին ծառայությունների հետ միասին նախատեսվեց նախապատրաստել կառավարության որոշման նախագիծ, որը հստակ կարգավորում էր բերման ենթարկելու ընթացքում անձի իրավունքներն ու նրա պարտականությունները։ Դեռևս 2007 թվականի հունիսի 17-ին ոստիկանության կողմից նախապատրաստված նախագիծ ներկայացվեց կառավարություն եւ կառավարության որոշմամբ հաստատվեց անձի իրավունքները եւ ազատությունները սահմանափակումից բխող ծանուցման ենթակա իրավունքների եւ ազատությունների ցանկը եւ կարգը։ Եվ իհարկե ոստիկանության պետի հրամանով նախատեսվեց նաեւ նման ձևաթղթերն ու արձանագրությունները, թե ինչպիսի գործողություններից հետո ինչպիսի փաստաթղթեր պետք է դրացվեն։ Սա կարևոր չափանիշ է այն առումով, որ անձը եթե բերման է ենթարկվում ոստիկանության բաժին կամ այլ իրավապահ մարմին, բոլորն էլ տեղյակ են, որ նա 3 ժամից ավելի իրավունք չունի պահովելու եւ դրանից հետո նա կամ պետք է ազատ արձակվի կամ նա պետք է ձերբակալվի։ Սակայն այդ 3 ժամվա ընթացքում ի սկզբանե նրան բերման ենթարկելու պահից նշված կարգով սահմանվում է, որ նրան բացատրվում է նրա իրավունքները, որ նա իրավունք ունի լռելու, որ նա իրավունք ունի փաստաբան ունենալու, բացատրություններ տալու։
Ոստիկանության աշխատանքիցը ներկայանալով բերման ենթարկելու պայմաններում նրան բացատրում է այդ իրավունքները բանավոր կարգով բերման ենթարկելուց հետո նրան տրվում է բերման ենթարկելու ժամանակ նրա իրավունքների պարզաբանման համապատասխան արձանագրություն։ Մարդու իրավունքները սահմանափակելիս մարդն իրավունք ունի։ Առաջին, սահմանափակման պահից իմանալու իր իրավունքների սահմանափակման պատճառները, հիմքերը, իր իրավունքները սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով հատուցում ստանալու իրեն պատկանող տրանսպորտային կամ այլ միջոցներին ոստիկանության ծառայողի կողմից օգտագործված հետևանքով պատճառված վնասի համար։ Խախտումներ լինում են եւ այդ փաստը հաստատվում է նաեւ վճռաբեկ դատարանի կողմից, որոշ դեպքերում նաեւ եվրոպական դատարանի կողմից եւ իմ կողմից ճիշտ չէ լինի, եթե ես հերքեմ։ Սակայն մենք չպետք է ելնենք այն կանխավարկածից, որ ոստիկանները ընդհանրապես ապօրինի գործողություններ են կատարում կամ նրանց գործողությունները հիմնված չեն օրենքի վրա։ Ներկայումս իրոք բավականին լուրջ խնդիր է ոստիկանի կողմից եւ հանցավորության դեմ պայքարի տեսանկյունով, ասենք, անձին բռնել, հանցագործության կատարման վայրում, բերման ենթարկել, խուզարկել եւ միաժամանակ ապահովել փաստաթղթային ձևակերպումը հենց դեպքի վայրում։ Բոլորս էլ գիտենք միջազգային չափանիշները, որ անձին եթե բռնում են հանցագործության կատարման վայրում կամ նա կասկածվում է հանցագործության կատարման մեջ, նրան բանավոր իրազեկում են նրա իրավունքները։ Այլ փաստաթղթավորումը կատարվում է արդեն համապատասխան ոստիկանության բաժնում։ Միացյալ Նահանգներում անձին ձերբակալելիս անձնական խուզարկություն կատարելու համար չի պահանջվում որևէ տեսակի դատարանի թույլտվություն, եթե ոստիկանը հիմնավոր կասկած ունի, որ նրա մոտ ու ըստ էության Միացյալ Նահանգներում ցանկացած ձերբակալվողի բացատրվում են նրա իրավունքները, սակայն խուզարկությունը կատարում է, բայց ոչ թե ըստ էության որևէ այլ գործով կամ նշված գործով, որևէ իր կամ առարկա հայտնաբերելու, այլ ուղղակի իրավիճակ, այդ տվյալ իրավիճակում ոստիկանների համար վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար։ Այսինքն կարևորը ըստ էության նպատակն է, ինչի համար է կատարում խուսարկությունը։ Եթե մեզ մոտ մարդկանց իրավագիտակցությունը ոստիկանների օրենքին տիրապետելու եւ ըստ էության օրենքից շեղվելու պահվածքը լինի հստակ, ապա եթե ոստիկանը անձին խուզարկի այն նպատակով, որ ուղղակի վնասազերծի, եթե նպատակը լինի դա որևէ խնդիր չի առաջացնի։ Սակայն մեզ մոտ տարբերությունը նրանում է, որ մեզ մոտ ոչ խուզարկվողների, ոչ էլ խուզարկողների իրավագիտակցության մակարդակը այդ աստիճանի չէ, ուստի մեզ մոտ շատ ավելի հստակ կարգավորում է պահանջվում ցանկացած իրավունքի սահմանափակման, այդ թվում խուզարկության գործողություններով, քան այլ երկրներում։ Ոստիկանության աշխատակիցները ունենալով օպերատիվ տեղեկություն իբր ավտոմեքենան կամարանցուն դալան մտնելուց դիմացից փակում են, հետևից գոռում են առանց ներկայանալու, նույնիսկ կարակում են ավտոմեքենայի հետևի հողմապակու վրա, չնայած հետո հերքում են, թե իբր դա մահակով դուբինկայով հարված է եղել ու պահանջում են դուրս գալ։ Բնական է, որ ավտոմեքենայում գտնվող անձինք, այդ թվում նաև տաքսու վարորդը, որը բացարձակ կապ չուներ իր հաճախորդների հետ, վախից իջնում եւ փախնում են այդ ձայները լսելով, չիմանալով որ ոստիկաններ են։ Ընթացքում պարզվում է, որ ոստիկաններ են, տեսնում են նրանց ատրճանակները, ձեռնաշղթաները, բռնվում են, տանում են ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժնի բակում այդ ավտոմեքենան ենթարկում են ըստ արձանագրության զննության, բայց իրականում կատարվում է խուզարկություն։ Եվ ավտոմեքենայի մեջից հայտնաբերում են թմրամիջոցին նմանվող զանգված, որից հետո նոր միայն քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվում քննիչի կողմից։ Ուրեմն հիշյալ գործով խախտվել են եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը, եւ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը,